Գոհություն մատուցեցեք տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի ավերժ է ողորմությունը նրա։ Այսպես թող ասեն տիրոջից փրկվածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից, բոլոր գավառներից հավաքեց նրանց, արևելքից և արևմուտքից, Հիվսիսից և ծովի կողմից։ Մոլորվեցին նրանք անապատում, անչրթի ճանապարհին, և բնակվելու քաղաք չգտան, քաղց զգացին ու ծարավեցին, և նրանց հոգիները նուաղեցին իրենց ներսում, աղաղակեցին տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից, առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ գնան քաղաքն իրենց բնակության։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, քանզի նա յագեցրեց քաղցած հոգիները և բարությամբ լիացրեց կարոտյալ անձանց, որոնք նստած էին խավարում ու մահվան ստուերների մեջ, գանված աղքատության ինչպես երկաթին, քանի որ դառնացրին խոսքն Աստծու և անարգեցին խորհուրդները բարձրեալի, ցավից սեղմուեցին սրտերը նրանց, տկարացան նրանք ու օգնող չունեցան, աղաղակեցին տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից, նրանց փրկեց խավարից ու մահվան ստուերներից և փշրեց շղթաները նրանց։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, քանզի նա փշրեց դռները պղնձյալ և երկաթյալ նիքերը խորտակեց, օգնեց նրանց, երբ իրենց անօրենության ճանապարհին էին, քանզի սաստիկ խեղճացել էին իրենց մեղքերից, ամեն տեսակ կերակուրից կարշեց սիրտը նրանց, և նրանք մոտեցան մահվան դռներին, աղաղակեցին տիրոջն իրենց նեղության մեջ, և նա ազատեց նրանց իրենց վշտերից, առաքեց իր խոսքն ու բուժեց նրանց, և փրկեց նրանց իրենց ապականությունից։ Թող մարդկանց որդիները գոհություն մատուցեն տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, թող նրան օրհնության պատարագ մատուցեն և ցնծությամբ նրա գործերը պատմեն, ովքեր ծով էին իջնում նավերով և մեծ ջրերում գործեր կատարում, նրանք տեսան տիրոջ արարքները և նրա հրաշագործություններն անտնտի խորքերում, հրամայեց և հողմ ու
մաշվեցին իրենց ներսում, խարովեցին նրանք, երերացին հարբածի պես, և նրանց ողջ իմաստությունը կուլ գնաց։ Աղաղակեցին տիրոջն իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից, մրիգը վերացեց խաղաղոթի, և ալիքները դադարեցին։ Նրանք ուրախացան, որ ալիքները հանդարտվեցին, և նա նրանց իրենց ուզած նավահանգիստն առաջնորդեց։ Թող մարդկանց որդիները գոհությամբ մատուցեն Տիրոջը, նրա ողորմությունների և հրաշագործությունների համար, թող պանծացնեն նրան ժողովուրդների հավաքներում և ծերերի ատյաններում օրհնեն նրան։ Քանզի գետերը ցամաքի վերածեց, և ջրերի ընթացքը ծարաված հողի, պտղաբեր երկիրն աղուտ դարձրեց նրա բնակիչների չարության դիմաց։ Անապատը վերածեց ջրառատ վայրի, և ծարաված հողը հոսող ջրերի, այնտեղ բնակեցրեց քաղցյալներին, որոնք իրենց համար բնակության քաղաք շինեցին, վարեցին արտերը, այգիներ տնկեցին և բերք աճեցրին իրենց համար։ Տերն օրհնեց նրանց ու խիստ բազմացան, և նրանց անասունները չպակասեցին, նուազեցին տանջուեցին չարիքների նեղությունից ու վշտերից, անարգանք թափուեց նրանց իշխանների վրա, Տերը մոլորեցրեց նրանց ճանապարհը ազուր կանապատներում, գնանքներին օգնեց աղքատության մեջ, ոչխարների պես առաջնորդեց նրանց, որ ազգ դառնան։ Թող արդարները տեսնեն և ուրախանան, և բոլոր անօրենները փակեն բերաններն իրենց, ով է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա, և հասկանային ողորմությունն